1986 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարը։ 4-րդ էներգաբլոկի պայթյունի արդյունքում ավերվել է ռեակտորը։ Տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի մեծ քանակությամբ արտանետում։ Այդ օրը նշվում է որպես ճառագայթման վթարների և միջուկային աղետների զոհերի հիշատակի միջազգային օր։ Ամեն տարի ապրիլի 26-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում միջուկային վթարների հետևանքները վերացնող զոհերի հիշատակին։ Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է մոտ 600,000 մարդ ամբողջ խորհրդային միությունից։ Վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը, զինվորական ու քաղաքացիական մասնագետները կատարում էին ռազմական առաջադրանքները աղետի գոտում։ Նրանց շարքերում էին հրշեջ ջոկատներ, ռազմական ուղղաթիռների ու քաղաքացիական ավիացիայի անձնակազմեր, ինժեներներ, պաշտպանական կառույցների շինարարներ, զոդողներ, ճառագայթման չափաբաժինների վերահսկիչներ, օդերևութաբաններ, զինվորական քիմիկոսներ, վարորդներ, բուժաշխատողներ, հանքափորներ, ներքին գործերի մարմինների աշխատակիցներ եւ այլ մասնագետներ։ Վթարի հետևանքների վերացման համար ստեղծվել էր կառավարական հանձնաժողով ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ Բորիս Եվդոկիմի Շչերբինիի գլխավորությամբ եւ մոբիլիզացվել էին նշանակալի ռեսուրսներ։ Հանձնաժողովը կազմակերպեց վտանգի գոտուց մարդկանց տարհանումը, միջոցառումներ ձեռնարկեց վթարի օջախի մեկուսացման, տարածքի ապակտիվացման, ինչպես նաև վերանորոգման ու վերականգնման աշխատանքների, բժշկական հետազոտման եւ բնակչության տեղաբաշխման ուղղությամբ։ Վթարի առաջին րոպեներին ատոմային էլեկտրակայանի էլեկտրական արտադրամասի պետի տեղակալ Ալեքսանդր Լելեչենկոն կանգնեցրեց ջրածնի մատակարարումը մեքենայացման արտադրամաս եւ ապահովեց ատոմակայանի մնացած բլոկների անվտանգ շահագործումը։ 4-րդ էներգաբլոկի հերթափոխի պետ Ալեքսանդր Ակիմովը հրշեջ ջոկատ ու շտապօգնություն կանչեց, անջատեց բլոկի սարքավորումը։ Ալեքսանդր Նեխաևի, Արկադի Ուսկովի, Վյաչեսլավ Օրլովի, Վլադիմիր Չուգունովի եւ Լեոնիդ Տապտունովի հետ միասին նա բացեց սառեցման ռեակտորի համակարգի անջատման արմատուրան։ Տուրբինային արտադրամասի պետի տեղակալ Ռազիմ Դովլետբաևը կազմակերպեց տուրբինային վառելիքի արտանետումը եւ գեներատորից վթարային դուրս մղումը։ Մեքենավար Վյաչեսլավ Բրաժնիկը փակեց վառելիքալարը։ Մեքենավարներ Յուրի Վերշինինը, Ալեքսանդր Նովիկը եւ Անդրեյ Տարմոկինը անջատեցին վառելիքային համակարգի պոմպերը, ինչը թույլ տվեց մեկուսացնել հրդեհը։ 3-րդ էներգաբլոկի հերթափոխի պետ Յուրի Բագդասարովը կանգնեցրեց 3-րդ էներգաբլոկը եւ կանխեց վթարի տարածումը։ Տագնապի ազդարարմամբ վերհանվեցին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի պահակային թիվ 2 հրշեջ մասը լեյտենանտ Վլադիմիր Պրավիկի ղեկավարությամբ եւ Պրիպյատ քաղաքի թիվ 6 հրշեջ մասը լեյտենանտ Վիկտոր Կիբենկիի գլխավորությամբ։ Հրդեհը հանգցնելու ղեկավարությունը ստանձնեց թիվ 2 հրշեջ մասի պետ մայոր Լեոնիդ Տելյատնիկովը։ 28 մարտիկների հստակ գործողությունների շնորհիվ հաջողվեց մեկուսացնել կրակը, փրկել մեքենայացման սրահը եւ 3-րդ էներգաբլոկը։ Հրշեջ Վասիլի Իգնատենկոն իր կյանքի գնով կրակից դուրս բերեց ճառագայթումից ուշագնաց եղած 3 ընկերներին։ Միջուկային աղետի դեմ պայքարում հրշեջների հետ միասին առաջիններից էին նաեւ զինվորական ավիացիայի օդաչուները, որոնցից շատերը մասնակցել էին Աֆղանստանի պատերազմին։ Ուղղաթիռների օդաչուները իջեցնում էին ռեակտոր դոզիմետրական չափիչ սարքեր, վերցնում էին հողի ու ջրի նմուշները, հանգցնում էին հրդեհը, ապա ակտիվացման աշխատանքներ էին վարում, ավելի քան 5000 տոննա բոր, դոլոմիտ ու ավազ նետում ռեակտորի հորը։ Ռադիոակտիվ նյութերի արտանետումը նվազեց 100 անգամ։ Վթարի առաջին օրվանից ատոմակայանում աշխատում էր Կուրչատովի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ ակադեմիկոս Վալերի Ալեքսեյ Լեգասովը։ Նա մշակեց հատուկ խառնուրդի կազմը ռեակտորի գոտում տարածելու համար եւ հաշվարկեց նրա կիրառման հնարավորությունը ռադիոակտիվ աերոզոլների արտանետումների նվազեցման համար։ Վթարի գոտում քիմիական զորքերի գործունեության կոորդինացումն իրականացնում էին գեներալ գնդապետ Վլադիմիր Պիկալովը եւ նրա տեղակալ գեներալ-մայոր Անատոլի Կունցևիչը։ Աշխատանքներ էին տարվում ռադիոակտիվ թափոնների հավաքման, տեղափոխման եւ թաղման ուղղությամբ։ Միջոցառումներ էին իրականացվում վարակված տեղամասում փոշու վերացման եւ բետոնավորման, բնակելի տարածքների ու երթուղիների, տեխնիկայի ու սարքավորումների վնասազերծման համար։ Անցկացվում էր անձնակազմի ճառագայթման խիստ վերահսկողություն։ Ջրային տարածքներ ռադիոակտիվ նյութերի տարածումը կանխարգելելու համար կառուցվում էին հիդրոտեխնիկական շինություններ։ Վթարի տարբեր գոտիներում ճառագայթման իրավիճակից ելնելով թույլատրվում էր աշխատել 1 րոպեից մինչև մի քանի ժամ։ Մարդիկ իրենց չխնայելով աշխատում էին այնտեղ, որտեղ ռոբոտները չէին դիմանում։ Ամբողջությամբ տրվում էին գործին, աշխատանքներն ընթանում էր օր ու գիշեր։ Կարճ ժամանակահատվածում 1986 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր
Ավերված 4-րդ էներգաբլոկի վրա կառուցվեց պաշտպանական շինություն, Պարիսպ սարկոֆագ, այսպես կոչված թաքստարան։ Այդ շինությունը 90,000 նախագծողների, շինարարների և մոնտաժողների ինքնազոհ աշխատանքի արդյունքն էր։ Դոնեցկի, Տուլայի, Կեմերովոյի հանքափորները և մոսկովյան մետրո շինարարները մեկ ամսվա ընթացքում կառուցեցին 136 մետրանոց թունել դեպի ռեակտոր հենապատի անցկացման և ջերմափոխանակման պարտադիր սառեցման համար։ Ողբերգությունը համախմբեց բոլորին, ամբողջ երկիրն օգնում էր հաղթահարել արհավիրքը։ Ավելի քան 240,000 լիկվիդացնողներ մեկնեցին Չեռնոբիլի ատոմակայան Ռուսաստանից, 70,000-ը Բելորուսից, 32,000-ը Ղազախստանից, 8,000-ը Ադրբեջանից, 6,000-ը Թաջիկստանից, 5,000-ը Վրաստանից, 3,500-ը Մոլդովայից, ավելի քան 3,000-ը Ղրղստանից ու Հայաստանից։ Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացմանը մասնակցում էին բելոռուսական, կիևյան, Օդեսայի, մոսկովյան, լենինգրադյան, անդրկարպատյան, միջինասիական, մերձբալթյան, մերձվոլգյան, հյուսիսկովկասյան, Սիբիրի, Ուրալի և անդրբայկալյան զինվորական մարզերի զորքերը։ Ներքին զորքերը պահպանում էին ատոմակայանը և նրա օտարացման գոտու պարագիծը։ Ոստիկանության հետ միասին մասնակցում էին բնակիչների տարհանմանը, պարեկային ծառայություն էին իրականացնում փողոցներում, ստուգում էին ավտոտրանսպորտը։ ԽՍՀՄ-ին օգնություն էին ցուցաբերում արտասահմանյան բարեկամները, գլխավորապես հատուկ տեխնիկայով։ Իրենց ինքնազոհ, անվեհեր ու մասնագիտական գործողություններով վթարի վերացման աշխատանքների մասնակիցները մահացու վտանգավոր պայմաններում փրկեցին միլիոնավոր մարդկանց կյանքերը ռադիոակտիվ ճառագայթումից։ Հիմնականում դրանք շարքային քաղաքացիներ էին, որոնք իրենց չէին հուսացնում։ Կատարելով իրենց պարտքը, բարակված գոտում շրջապատված լինելով աներևույթ մահի սպառնալիքով, լիկվիդացնողները կանգնեցրին ճառագայթման հետագա տարածքը։ Դա ահեղ պատերազմի հաղթանակն էր, խորհրդային ժողովրդի հաղթանակը հանուն ամբողջ մարդկության։ Պաշտպանելով մեզ շատ լիկվիդացնողներ ճառագայթման մահացու չափաբաժին ստացան։ Այդ քաջարի և հոգով ուժեղ մարդկանց շնորհիվ մենք այսօր ապրում ենք։ Սիրելի լիկվիդացնողներ, մենք սրտանց երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում ձեր հերոսական սխրանքի համար։ Խոնարհվում ենք ձեր զոհված ընկերների հիշատակի առջև։